Բարդեցրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր հոկտեմբերի 15-ն է, այսօր մենք արդեն մեր ստուդիայից ենք կարողանում անել մեր հաղորդումները, անկեղծ ասած արդեն սկսել եմ կարոտել բնականոն հունով աշխատանքի վերադարձին, փորձենք մոտակա 10 օրերի ընթացքում կարգավորել մեր գրաֆիկը և արդեն ավելի ակտիվ սկսել աշխատել սիրելի հայրենակիցներ, գիտեմ, որ շատ եք սպասում, բայց գիտեմ նաև, որ չի ստացվում մշտապես անել հաղորդումներ, բայց դա ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում։ Սկսենք նրանից, որ քիչ մենք խոսեցինք Եգիպտոսում տեղի ունեցած հանդիպումներից, չափազանց կարևոր հանդիպումներ էին, տեսակ, և իմ պատկերացումը կարծիքը այն է, որ այդտեղ հավաքվել էին այդ խաղաղության գագաթնաժողովին այն երկրները, որոնք որ չափազանց կարևոր են Ամերիկայի Միացյալ Նահանգների համար և Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր քաղաքականության համար, հատկապես Մերձավոր Արևելքի մասով, այդ քաղաքականության մեջ է ընդգրկվել նաև Հայաստանը ու Ադրբեջանը, բայց այնպես չէ, որ միայն այդ տարածաշրջանի Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի երկրներն էին գտնվում, գիտեք նաև բազմաթիվ այլ երկրների ղեկավարներ նույնպես գտնվում են, այսինքն հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից երկրներն էին գտնվում այդ խաղաղության գագաթնաժողովին և հատուկ տեղ և դեր այնտեղ ուներ թե Ադրբեջանը և թե Հայաստանը, և կարծում եմ պարզ է բոլորի համար, թե ինչու այդպես էր, և այդպես էր նրա համար, որ Թրամփը ինքը համարում է և համոզված է, որ իր շնորհիվ է կարգավորվել հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինքը ամեն տեղ և ամենուր խոսում է այդ մասին և դրա շնորհիվ մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի լավ են նայում, այդպես ասենք, կամ ինչպես ասենք, որ ավելի ճիշտ լինի, ավելի ուշադիր են սկսել նայել Հարավային Կովկասի ուղղությամբ, նաև այլ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, և դա իրոք չափազանց կարևոր է, և կարևոր է, որ մենք էլ այնտեղ էինք գտնվում և տարբեր հանդիպումների մասնակցում, կարծես թե այնտեղ հավաքվածները ավելի ու ավելի շատ են սկսել կողմնորոշվել, որ այս նոր ձևավորվող աշխարհակարգում իրենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, և մենք տեսնում ենք, որ Թրամփը և Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր ի վիճակի են մարել, սառեցնել, լուծել բազմաթիվ հակամարտություններ և խնդիրներ, և այդ թիմի հետ լինելը մեզ համար լավ է նաև նրանով, որ մենք ավելի ապահով կլինենք, որ պատերազմ չի լինի մեր տարածաշրջանում, ես չեմ կարող նույնը ասել Չինաստանի և Ռուսաստանի համար, իրենք միանշանակ իրենց շահերից, ազգային և պետական շահերից բխելով այլ շահեր կունենան մեր տարածաշրջանում, և չեմ պատկերացնում, որ խաղաղությունը այդքան շատ է բխում իրենց շահերից, որքան Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, այդպես ասենք, ուրիշ բան չասենք, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր է խաղաղությունը Հարավային Կովկասում։ Հիմա մեկ այլ տեղեկության մասին խոսենք, որ Մեծ Բրիտանիան հանում է արգելքը Ադրբեջանի և Հայաստանի վրայից զենք գնելու մասով, եթե նախկինում նման արգելք կար, քանի որ պատերազմ էր Ադրբեջանի և Հայաստանի միջև, հիմա արդեն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ այդ պատժամիջոցները չեղարկվում են, դրանից բացի Մեծ Բրիտանիան ռազմավարական հարաբերություններ է հաստատելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, այս մասին է հայտարարել Մեծ Բրիտանիայի պետնախարար Սթիվեն Դաութը, ու սա շատ կարևոր է մեզ համար, ուղղակի այստեղ հիմա մեծ հնարավորություններ են բացվում, թե մեր համար և թե Ադրբեջանի համար, մենք պետք է շատ խելացի լինենք, որպեսզի կարողանանք օգտվել այդ հնարավորություններից, և այնպես չստացվի, որ այդ բացված հնարավորություններից կարողանա օգտվել Ադրբեջանը, իսկ մենք չկարողանանք, կարծում եմ հասկանում եք ինչի մասին է խոսքը, և Մեծ Բրիտանիան էլ շատ հետաքրքիր, լավ արդիական զինատեսակներ ունի,
ամեն առումով չափազանց զարգացած, տեխնոլոգիապես զարգացած առաջատար երկիր է։ Ամբողջ աշխարհի մասշտաբով ամենատեխնոլոգիապես զարգացած, հատկապես ռազմական ոլորտում երկրներից մեկն է համարվում։ Հիմա ճիշտ է, չի կարելի համեմատել Ճապոնիայի հետ, բայց պատկերացրեք բավականին լուրջ ռազմական բնույթի տեխնոլոգիաներ ունի նաև Մեծ Բրիտանիան, եւ դրանից մենք միանշանակ հնարավորություն կունենանք օգտվելու, ճիշտ է, ավելի թանկարժեք կլինեն Մեծ Բրիտանիայից ձեռք բերվող զինատեսակները, բայց այնուամենայնիվ մենք պետք է գնանք այդ ուղղությամբ։ Քանի որ խոսեցի պաշտպանության ոլորտից, ապա ասեմ նաև այն, որ Սուրեն Պապիկյանը հիմա գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այնտեղ հանդիպում է ունեցել արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ, քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ ծրագրերի վերաբերյալ հարցեր, դրանից բացի հայկական ռազմական տարազների հետ կապված տարբեր հանդիպումներ են տեղի ունենում, փոխելու են հայկական զգեստը, համազգեստը ռազմական զինվորական եւ դա եւս չափազանց կարեւոր է։ Անկեղծ ասած, վերջին 1 տարվա ընթացքում ես տեսնում եմ, որքան ակտիվ է սկսել նույն Սուրեն Պապիկյանը աշխատել Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Դեռ նախորդ վարչակազմի օրոք, հիշում եք, Պապիկյանը այցելել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, շատ կարևոր հանդիպումներ ունեցել պաշտպանության նախարարի հետ, Պենտագոնում էր հանդիպում եղել, այսինքն այնպիսի որակի հանդիպումներ, որոնք որ մենք երբեք սրանից առաջ չէինք ունեցել։ Հիմա լավ է, որ այդ այցերը եւ հանդիպումները նույնպես շարունակվում են։ Ես կարծում եմ դեռ ուրիշ հանդիպումներ էլ կլինեն բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հնարավոր է նաեւ պաշտպանության կամ պատերազմի նախարարի հիմա կոչում, պատերազմի նախարարի հետ եւս հանդիպում տեղի կունենա հուսանք։ Հիմա մի քանի խոսքով անդրադառնանք ՀՀԿ-ի նախագահ Էլենա Վալտոնեի այցին Հայաստան, շատ հետաքրքիր այց էր։ Ինչայց այդպիսի այց էր նախատեսվում նաև Բաքու, բայց հիմա հետաձգվել է այդ այցը, քանի որ Ալիևը տեղում չէ, բայց այս այցից մենք հասկանում ենք մեկ կարևոր բան, որ ՀՀԿ-ի համար մեր տարածաշրջանը կրկին մնում է շատ կարևոր տարածաշրջան։ Ես ինքս փորձ ունեմ ՀՀԿ-ի հետ աշխատանքի, մի անգամ չէ որ կիսվել եմ, ընդհանուր առմամբ շատ դրական պատկերացումներ ունեմ ՀՀԿ-ի մասով, հատկապես ազգային փոքրամասնությունների գծով աշխատող գրասենյակի մասով, մնացածի մասով իմ փոքր բարդ է, բայց տեսել եմ, թե որքան լավ համակարգված եւ գրաքետ ձևով է աշխատում այդ կառույցը։ Ճիշտ է, շատերը դժգոհ են, Մինսկի խումբը լրիվ այլ պատմություն էր, բայց այնպես էլ չէ, որ Մինսկի խումբը կարող էր կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ չկարգավորեց։ Այնտեղ կային այլ խնդիրներ, բազմաթիվ եւ այլ հարցեր։ Բայց այս այցը կարևոր է իրոք Հայաստան եւ հանդիպումը նաեւ Արարատ Միրզոյանի հետ։ Դրանից բացի մի քանի կարևոր հայտարարություններ է արել Արարատ Միրզոյանը, որը որ անձամբ հետաքրքրեց այն առումով, որ Հայաստանը իր դիրքորոշումներից չի հրաժարվում։ Բազմաթիվ դիրքորոշումներ, հատկապես տրանսպորտային կոմունիկացիաների մասով, թրիփի մասով, կրկին հստակ շեշտել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի խախտվելու, սուվերենությունը չի խախտվելու եւ այդ ճանապարհները լինելու են Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սուվերենության ներքո։ Չափազանց կարևոր է սա։ Խոսել է նա նաեւ սահմանադրության մասին, որ ոչ ոք չի կարող պարտադրել եւ Հայաստանը չի փոխի սահմանադրությունը որևիցե մեկի թելադրանքով, եւ եթե Հայաստանի սահմանադրությունը փոխվի, դա միայն ու միայն ժողովրդի ցանկությամբ տեղի կունենա, այսինքն այդ հանրակրվեն չի պայմանավորված արտաքին պահանջներով, ազդեցությամբ, որը որ Ադրբեջանը փորձում է գործադրել Հայաստանի վրա։ Նա նաև մեկ կարևոր տեղեկություն ասաց, որ ռազմագերիների հարցը քննարկվել է, նաև քննարկվել է Շարմ էլ-Շեյխում է քննարկվել այդ հարցը։ Ես նաև ակնարկ տեսա, որ դրական լուծում ենք հիմա մենք տեսնելու նաև ռազմագերիների հարցի շուրջ։ Հայկական կողմը հիմնականում չի սիրում այդ հարցին անդրադառնալ, բայց որ հիմա անդրադարձ է եղել, հուսանք, որ
իրոք դրական լուծման մենք ականատես կլինենք եւ շատ մոտ ժամանակներս։ Հետաքրքիր հայտարարություն է արել նաեւ ՀՀԿ-ի նախագահը, հիմնականում հետաքրքիր ասելով նկատի ունեմ այն, որ մինչև դեկտեմբերի 1-ը, ասում է դրանից ոչ ուշ, Մինսկի խումբը կփակվի։ Դա է Ադրբեջանի ցանկությունը, դե Հայաստանը եւս ստորագրել է այդ փաստաթղթի տակ եւ դիմել են համատեղ, որպեսզի փակվի Մինսկի խումբը։ Սա էլ համարենք արդեն անցած էջ, քանի որ այդ հարցը դժվար թե իդ կարողանանք բերել, չգիտեմ, դա մեզ պետք է թե չէ, որն է ճիշտը, որն է սխալ, այստեղ բազմաթիվ հարցեր եւ նրբություններ կան, բայց արդեն որոշումը կայացված է, ընդհանուր դիմել են, կարծում եմ դրա մասին իմաստել չունի շատ երկար խոսել, սիրելի հայրենակիցներ։ Այսքանը Հայաստանի մասով միջազգային կարևոր իրադարձություններից կրկին այդ հավաքն էր, խաղաղության գագաթնաժողովը, Պաղեստինի շուրջ կարգավորումը իրավիճակի, գիտեք, 20 վերջին գերիներին Համասը հանձնեց, Կարմիր խաչի միջոցով Իսրայելին այսօր մի քանի դագաղ են հանձնել, նաև մահացածների, բայց ընդհանուր պատկերացումը այն է, որ Համասը այնուամենայնիվ խախտել է պայմանավորվածությունները, քանի որ թե գերիներին եւ թե արդեն մահացածների մարմինները միաժամանակ պետք է հանձներ, բայց այնուամենայնիվ գործում է այդ խաղաղությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դրա երաշխավորն են հանդիսացել, ոչ թե Իսրայելի եւ Պաղեստինի միջև է կնքվել այդ համաձայնությունը, այլ կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Եգիպտոսի եւ ելի մի քանի երկրների միջև նրանք են երաշխավորը, որ հիմա Գազայում խաղաղություն պետք է հաստատվի եւ այդ կարևոր խաղաղության գագաթնաժողովը, որին որ մասնակցում էր նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը, իրոք շատ մեծ իրադարձություն էր։ Մենք խոսում ենք, բայց ելի քիչ ենք խոսում դրա մասին, ես այդպես եմ համարում։ Ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական պատերազմին, փաստացի ամենաթեժ կետը մնում է ռուս-ուկրաինական պատերազմը եւ Թրամփը ջղաձգվում է նրանից, որ նույնիսկ Պաղեստինի հարցը կարողացավ կարգավորել, ամենայն դեպս այս պահի դրությամբ այդպես է, բայց ռուս-ուկրաինական պատերազմը չի կարողանում կարգավորել։ Դրա համար հիմա կրկին Զելենսկիի հետ հանդիպում է տեղի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ կոնկրետ տամագավ քարտեզների հանձնման հարցն է լինելու օրակարգում։ Թրամփը խոսում է, որ արդեն Ռուսաստանի տնտեսությունը փլվում է, այսինքն սպասում է շատ դժվար ժամանակաշրջան Ռուսաստանի համար, մոտավորապես այնպիսի, ինչպիսին որ Խորհրդային Միության վերջին ամիսների համար էր, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը շարունակում է պատերազմը, Չինաստանը շարունակում է ավելի շատ տարբեր դետալներ անօդաչու սարքերի համար տրամադրել Ռուսաստանին եւ դա ավելի ու ավելի շատ է զայրացնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հատկապես Դոնալդ Թրամփին։ Դոնալդ Թրամփը արդեն փոխել է իր կարծիքը Ռուսաստանի նկատմամբ, կարծում եմ դուք եք համոզվել, եւ տամագավ քարտեզների տրամադրումը շատ բան է փոխելու, չնայած որ Ռուսաստանից ջղաձգված, նաեւ սպառնալից հայտարարություններ ենք մենք ստանում այդ տամագավ քարտեզների մասով։ Թրամփը նաեւ BRICS-ի մասով է հայտարարություն արել, ասելով, որ եթե երկրները միանան BRICS-ին, ապա կբախվեն 100%-անոց մաքսատուրքերի եւ շատ երկրներ հիմա հետ են կանգնել BRICS-ին միանալու գաղափարից։ Դե մենք էլ գիտեք, Շանհայ են գնում, Շանհայի համագործակցության կազմակերպություն եւ դա էլ միանշանակ Թրամփի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների սերտովը չի լինի, հələ չեն խոսում դրա մասին, բայց թե BRICS-ը եւ թե այդ Շանհայյան համագործակցության կազմակերպությունը միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների սերտովը չէ։ Մեզ պետք է թե չէ։ Դա ուրիշ հարց է, բայց մեկ բան կարևոր է, որ շատ չափազանց ուշադիր պետք է գտնվենք յուրաքանչյուր քայլ կատարելիս, քանի որ կարող է խնդիրներ ունենանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, իսկ մեզ պետք են այդ խնդիրները, թե չէ, դա եւս պետք է լավ հաշվարկենք։ Այս բայդարությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։